Այդ է հոր Աստծուն մեռնեմ։ Ով է նստած եղել Պրագայում, որ Արցախը Նիկոլը հոկտեմբերի 6-ին ճանաչել է Ադրբեջանի մաս։ Պուտինը, չէ, Մակրոնը, Լավրովը, չէ, Շարլ Միշելը, Լարիջանին, չէ, Էրդողանը, Սերժ Սարգսյանը, չէ, Նիկոլը։ Բայց ցավը տանեմ, նկարը կա, չէ, նստած են եղել Շարլ Միշելը, Էմանուել Մակրոնը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը։ Այդ հնգյակով, այդ պիծորկով Արցախը որոշել են, ստորագրվել են։ Բայց թե մի մարդու համար, մի քաղաքական ուժի համար, Արցախը դա բարձր արժեք է, Արցախի կորուստը մեծագույն ցավ է, դու ո՞ս կարող ես քո սեփական պետության անվտանգությունը պատվիրակել Ֆրանսիային, որ վաղն խոսքի էլի Նիկոլը գնա Մակրոնի բանի հետ հավաքի ու մելասի ստորագրի մի թազա հոկտեմբերի 6-ը ստորագրել, որ Հայաստանը դառնում է թուրքական վիլա է, թե կամ Հայաստանը վերանվում է Արևմտյան Ադրբեջան։ Այդ դողանը գիտի դել ես դոշիտ խելոք ինչ ասում են անում ես։ Իրանի դեսպանատումները չես գնում, մի հատ պետական պաշտոնյա չի գնում ցավակցական բան գրի սկոմացանում, որ հանկարծ ամերիկացիք չջղայնանան։ Այդ անկախ քաղաքականությունն է։ Արա բակու հարևանի հետ, դու քո հարևանի հետ անմիջապես պատերազմ ալնում։ Դու գնում ես մյուս հարևանի մոտ դնգլ ու դառնիկ ես նվագում։ Լավ է, քաղաքական հոտառություն չու, կոռեկտություն էլ չկա։ Բայց թափվեք, երեխեք ունեք, հայրենիք ունեք, ծնողներ ունեք։ Ոնց են պաշտոնյաներն օգտագործում շպրտում, մի օր դուք պետք է գնաք։ Ես պաշտոնյա եղել եմ, այս ձեր ցավատանեմ, վերջին պաշտոնյա չեմ եղել։ Երջանկությունը պաշտոնի մեջ չի, երջանկությունը հայրենիք ունենալու մեջ է, պետություն ունենալու մեջ է։ Ասում է 374 թվականին Պապի սպանությունից հետո մինչև 2023 թվականը մեր պետության ու մեր ժողովրդի պատմությունը սխալ ընթացքով է գնացել։ Դու հասկանում եք ինչ ասում հայ ժողովուրդ։ 374-ի Պապի սպանությունից հետո Մեսրոպ Մաշտոցը 405-ին հայոց այգում են ստեղծել։ Այդ դեպքը մարդու համար հեչ է։